Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Cornercast-ի 3-րդ հաղորդումն է։ Ողջույն Կարեն։ Բարև Ազա։ Ինչի մասին ենք այսօր խոսելու։ Նախ անպայման կխոսենք Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններից, այդ համատեքստում Իսրայելի հայտարարությունից եւ իհարկե կանրադառնանք արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որը ուղիղ կապված է ոչ թե այն ֆունկցիայի հետ, որ նա պետք է կատարեր որպես արտաքին, այլ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության հետ։ Կարեն, ես գիտեմ, որ դու ուսումնասիրել ես այդ թեմաները, բայց մինչև լուրջ քննարկմանը անցնելը հարցնեմ քեզ, նկատել ես, որ թեև պատերազմը գնալով էլ ավելի է ընդլայնվում, բայց մարդիկ սովորում են պատերազմին եւ պատերազմը եւ համոզված եմ ոչ միայն Հայաստանում է այդպես, թեև մի քանի 100 կիլոմետր են կողմ լուրջ պայթյուններ են, պատերազմը դադարել է ինֆոպովոդ լինել, բոլորը ինչ որ մի ձևով արդեն սովորել են, համակերպվել են։ Ցավալիորեն մարդը շուտ է համակերպվում յուրաքանչյուր իրավիճակի հետ։ Լինի թե ուրախություն, թե տխրություն, թե պատերազմ, թե կարևոր ձեռքբերում համաշխարհային առումով։ Նայեք, երբ որ պատերազմը սկսվեց առաջին օրերին, ես հիշում եմ առաջին օրերը որոշակի տագնապ, որոշակի մտավախություն, որոշակի ինչու՞ չէ նաև մարդիկ երբ որ քայլում են, բոլորը խոսում են բացառապես պատերազմի մասին։ Նույնը Ուկրաինայում, երբ որ պատերազմը սկսվեց, ռուս-ուկրաինական պատերազմը քննարկումների առաջին top բառը չասեմ, welcome նոր իրականություն, բայց հետո մարդիկ շատ արագ սովորում են, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ մի պատերազմը չավարտված մեծ պատերազմը սկսվում է մյուս պատերազմը եւ դրա վերջը դեռ չի երևում։ Քո կարծիքով ինչքան դեռ կտևի այս պատերազմը։ Իրանի հետ կապված պատերազմը դժվար է կանխատեսել, որովհետեւ նայեք, երկու հանգամանք կա։ Թրամփը հույս ուներ, որ այս հանգուցալուծմանը կհասնի բլիցկրիգի տարբերակով, սակայն հանդիպելով Իրանի կոշտ դիմադրությանը հայտարարեց, որ կտևի 3-4 շաբաթ, այնուհետև հայտարարեց, որ կտևի գուցե 4 շաբաթից էլ ավելի։ Բայց երկու օր առաջ ասաց, որ շուտ կավարտվի, չէ՞։ Դե հիմա դա ընդհանրապես իր ցանկությունն է։ Այո, դու նկատել ես, որ արդեն ամերիկացիներն են, Իսրայելը դեռ ոչ, բայց արդեն ամերիկացիներն են, Թրամփն է ուզում, որ պատերազմը ավարտվի, գոնե իր հայտարարությունից։ Որ Թրամփը նույնիսկ չէր ցանկանում մտնել այս պատերազմի մեջ եւ պարտադրված Նեթանյահուի կողմից, չգիտեմ ինչով է պայմանավորված այդ պարտադրանքը, բայց ինձ թվում է Թրամփը ի սկզբանե չէր ուզում ներքաշվել այս պատերազմի մեջ, որովհետև այս պատերազմը նրան նաև քաղաքական առումով որևէ դիվիդենդ չի բերում։ Իսրայելին բերում է, իսկ ԱՄՆ-ին ոչ։ Հիմա նայեք, Թրամփը խոսում է, որ հնարավոր է արտաքին ցամաքային ուժեր նաև ներառվեն պատերազմում, տեղի ունենա նաև ցամաքային գրոհ Իրանի նկատմամբ, դա քաղաքական առումով Թրամփի համար կարող է ողբերգական լինել, որովհետև հերիք է, որպեսի ամերիկացի զինվորների դագաղները գնան տարածաշրջանից, այսպես մասշտաբային բնույթ չի կրում, եթե չեմ սխալվում, 7 զոհ այս պայդելությամբ ունի ԱՄՆ զինված ուժերը, եթե այդ ծավալները ավելանան, ապա կարծում եմ Թրամփը քաղաքականապես գուցե տապալվի։ Նկատել ես ինչ շուտ Թրամփը Նոբելյան մրցանակի մասին մոռացավ, ասում էր ես բերում եմ խաղաղություն, ես վերջ եմ տալիս բոլոր պատերազմներին, իր քարոզարշավի ժամանակ ասում էր ես ընտրվեմ 24 ժամում ուկրաինական պատերազմը կավարտվի, ուկրաինական պատերազմը ֆիքսենք մինչ օրս շարունակվում է, վերջը չի երևում, ավելին այս պատերազմի հետևանքով ռուսական ներուժը մեծանում է, որովհետև նավթի գներն են բարձրանում եւ երեք նաեւ Թրամփը հայտարարեց, որ որոշ սահմանափակումներ հանում է այդ պատժամիջոցներից, որոնք կային ռուսական էներգակիրների համար, եւ այսինքն Ռուսաստանը այս պատերազմի ֆոնին, եթե նկատել ես, ավելի շատ
պայմաններում է եւ կարող է շարունակել պատերազմը, ընդ որում մինչեւ իրանական պատերազմը սկսելը ես հետևում է մինչեւ սկսվելը ես հետևում է լրահոսի նաեւ ռուսական եւ շատերը վերլուծաբաններից խոսում են, որ հիմա կսկսվի մոբիլիզացիա եւ որովհետեւ ուկրաինական պատերազմը շարունակելու համար ճակատում նոր մարդիկ են պետք եւ ըստ այդմ ստիպված կլինի իշխանությունները նոր մոբիլիզացիա հայտարարել երևի թե այս պահին նման հայտարարություններ չկան հավանաբար նաեւ այն պատճառով որ նավթի գներն են բարձրացել եւ կա հավելյալ գումար որը կարող են առաջարկել մարդկանց ճակատ մեկնելու համար սա մեկ երկրորդն էլ ասում էր գալիս եմ պատերազմներին վերջ տալու համար ինքը սկսեց նոր պատերազմ ընդ որում այնպես չի որ Իրանն այսօր է դարձել Միացյալ Նահանգների կամ Իսրայելի թշնամին հեղափոխությունից ի վեր արդեն 5 տասնյակից ավելի Իրանը այո Իսրայելի թշնամին է հայտարարում է որ մենք չենք ուզում որ մենք չենք ճանաչում Իսրայելը որպես պետություն եւ պետք է այդ պետությունը գոյություն ունենա եւ նաեւ Միացյալ Նահանգների թշնամին եւ տասնամյակներ ապրում էր աջամիջոցների տակ բայց Թրամփը եկավ ու սկսեց այդ պատերազմը ասում ես Նոբելյան մրցանակից չէ հենց այդ ֆոնի վրա Թրամփը նեղացավ որովհետեւ երբ որ նրան նա ինչ որ մեջբերում էր որ այստեղ են պատերազմը դադարեցրել այստեղ են դադարեցրել այնտեղ Անգոլայի հետ են պատերազմը դադարեցրել Հայաստանի Ալբանիա պետք է ասեի Ալբանիայի հետ են պատերազմը դադարեցրել եւ հավակնում էր Նոբելյան մրցանակի սակայն երբ որ Նոբելյան մրցանակի չարժանացավ չստացավ այդ մրցանակը դրանից 1 թե 2 օր հետո բառացիորեն Թրամփը հայտարարեց որ դե թե չեք ուզում ինձ Նոբելյան մրցանակ տալ ես էլ խաղաղություն չեմ հաստատի այլևս մոտավորապես չեմ զբաղվի խաղաղությամբ ուզում եմ խաղաղություն լինի ուզում եմ պատերազմ լինի սակայն իրականում ներքաշվելով Իրանի հետ պատերազմի մեջ որքան էլ այդ ԱՄՆ-Իրան հարաբերությունները ունենային տարիների լարված բնույթ եւ որքան էլ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, սակայն շատ երկար ժամանակ տարբեր վերլուծաբաններ գալիս էին այն համոզման, որ այնուամենայնիվ ԱՄՆ Իրան ուղիղ բախում տեղի չի ունենա, քանի որ այն չի բխում ԱՄՆ-ի քաղաքական շահերից, որովհետև չի հանգուցալուծվի այն արդյունքով, ինչ ցանկանում է ԱՄՆ-ն, սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ պատերազմը տեղի ունեցավ, ոչ թե տեղի ունեցավ, այլ ընթանում է հենց հիմա ընթանում է այդ պատերազմը։ Ամերիկյան մամուլը ակտիվես օրերին գրում է կարևոր պատերազմը, որ Իսրայելն է, Բենյամին Նեթանյահուն է, Թրամփին ներքաշել այս պատերազմի մեջ, ընդ որում դու ասում ես Միացյալ Նահանգների շահերից չէ այս պատերազմը, ես համոզված եմ, որ նաև Իսրայելի շահերից չէր այս պատերազմը, որովհետև հասկանալի է, որ ինչ էր ուզում Իսրայելն ուզում էր, որ այս ռեժիմն այլևս գոյություն չունենա, բայց մինչև պատերազմը շատ մեծ էր հավանականությունը, որ կկրկնվեն այդ բողոքի ակցիաները, որոնց շատ իրանցիներ էին մասնակցում, արդիկ դուրս էին գալիս փողոց եւ իշխանությունները ստիպված են լինում ականջ դնել այդ պայմաններին եւ այլն, այսինքն ներքին այդ փոփոխությունները, որ պետք է հենց Իրանի ներսից գային, դրանք ավելի հավանական էին, քան որ դրսից պատերազմ սկսելով իրենք կպարտադրեն իր ռեժիմի ինչ պետք է անեն, ոչնչացնեն, այաթոլլահին սպանեցին, նորին ընտրեցին, հետո էլի իրավիճակը հետեւյալն է, երբ որ իրենք խոսում են ցամաքային ուժերի ներխուժումից, հենց այդ ներխուժումը ենթադրաբար իրենց պատկերացումներով գուցե բերի նրան, որպեսի ռեժիմը փոխվի, որովհետև միայն օդային հարվածներով ռեժիմ չի կարող փոխվել։ Հիմա սպանեցին մեկին, ընտրվում է մյուսը, սպանեցին սրան, ընտրվում է հաջորդը, այսինքն այդ մեխանիզմը Իրանի մոտ շատ ճկուն գործում է, որ յուրաքանչյուր կորստի դեպքում արդեն կա այն մարդը, որը փոխարինելու է ներկային, իսկ ցամաքային ուժերի ներխուժմամբ իրենց պատերազմը սակայն ցամաքային ուժերի ներխուժումը նույնպես չի երաշխավորում ռեժիմի փոփոխությամբ, որովհետև կարող է բախվել Իրանի էլ ավելի կոշտ, որ Իրանը շատ մեծ պետություն է եւ այնքան էլ հեշտ չէ ցամաքային ուժեր մտցնել Իրանի տարածք եւ հասնել հաջողության
բավականին բարդ է եւ Ուկրաինայի օրինակը հենց շատ լավ օրինակ է, որ չկա ոչ մի երաշխիք, որ ավելի մեծ պետության, ավելի մեծ բանակ կամ գուցե ոչ թե ավելի մեծ, այլ տեխնիկապես ավելի լավ զինված բանակ, ուժեղ բանակ մտնի մեկ այլ պետության տարածք եւ կհասնի դա որևէ ձևով դա հնարավոր չի պատկերացնել ինչ ավարտ կլինի եւ կարծում եմ, որ այս պատերազմը նաեւ դա ցույց տվեց եւ եթե նույնիսկ կային նման պլաններ ցամաքային ուժեր մտցնել Իրանի տարածք Թրամփը երևի թե երկար կմտածի նման քայլի գնալու կա նաև այսպես մեր լեզվով ասած զապաս տարբերակներ քրդերի մասին է չէ բացի քրդերի իդեպ քրդերը նույնպես գործոն են բայց այս պայմանությամբ քրդերի գործոնն էլ չի աշխատում որպեսզի քրդերի կողմից տեղի ունենա այդ ցամաքային ներխուժումը ասած ճակերտավոր հա ասած ցամաքային ներխուժումը կա նաև պրովոկացիոն տարբերակը օրինակ այս վերջերս հարվածներ հասցվեցին Նախիջևանի օդանավակայանին եւ մեկ այլ բնակավայրին այդ հարձակումից անմիջապես հետո ու մինչեւ այսօր Իրանը հայտարարում է որ իրենք որևէ կապ չունեն այդ հարվածների սակայն փաստն է որ հարվածը տեղի է ունեցել չէ փաստն այն է որ հարվածը տեղի է ունեցել այսինքն ինչ որ մեկը հարված հասցրել է հիմա այդ հասցեատերը պետք է բարձվի ով է ի վերջո այդ հարվածների հասցեատերը նայ շատ հետաքրքիր 2 օր առաջ Իսրայելը իր քաղաքացիներին կոչ արեց որպեսզի նրանք խուսափեն Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան այցելելուց այսինքն Իսրայելը պոտենցիալ տեսնում է այս երեք պետություններին որ նրանք կարող են ներգրավեն այս կամ այն ձևով պատերազմում հիմա ներգրավել պարտադիր չի հասկանալ զորքով, չգիտեմ, զենքով, հրթիռներով, ինքնաթիռներով, ներգրավվածությունը կարող է ունենալ տարբեր աստիճաններ եւ տարբեր բնույթներ։ Օրինակ, եթե Ադրբեջանը ներգրավի Իրանի դեմ պատերազմում, ապա Իսրայելի համար կստեղծի լեգիտիմ հող, որպեսզի նրանք օգտագործեն Արցախի մեր տարածքները, որպեսզի այդ դիրքերից հարվածներ հասցնեն Իրանին։ Բայց համաձայն ես, որ քանի դեռ Հայաստանի հատկապես, քանի դեռ Հայաստանի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանին մեզ բոլորից ձեռնտու է, որ տարածաշրջանային, այսինքն հարավային Կովկասյան 3 հանրապետություններից եւ ոչ մեկը չներգրավի այս պատերազմում։ Չէ, ընդհանրապես Հայաստանը չպետք է ներգրավի։ Այս Հայաստանի մոտ նաեւ Ադրբեջանը որ չլինի այս պատերազմի մաս, համաձայն եմ, նաեւ Ադրբեջանը չպետք է ներքաշվի, որովհետեւ եթե Ադրբեջանը ներքաշվի պատերազմում, ապա այդ պատերազմը կարող է իր ողբերգական հետևանքներ ունենա նաև Հայաստանի վրա, էլի հաշվի առնելով, ինչպես դու ասիր, որ Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նայ շատ է քննարկվում Նիկոլ Փաշինյանի տեսանյութերը, չէ, բայց պատերազմը օր-օրի փոխվում է, պատերազմը օր-օրի ստանում է նոր դրսևորումներ։ Ինչ պետք է աներ այս պարագայում ողջամիտ adekvat իշխանությունը իմ պատկերացմամբ իշխանությունը պետք է աներ հետևյալ քայլերը նախ հանդես գար հայտարարություններով իր բնակչությանը ուղղված կոչերով բանակը բերեր թիվ 1 պատրաստվածության քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացվեին այսինքն հանրությանը պետք է պատրաստեին որ հնարավոր է տեղի ունենա պատերազմ, որովհետև պատերազմը արդեն ընդհուպ մոտեցել է մեր սահմաններին եւ շատ դեպքերում հնարավոր է պատերազմը թափանցի Հայաստանի սահմաններից ներս անկախ նրանից մենք դա ուզում ենք թե ոչ։ Նո առաջին օրերին Սյունիքում լսվում էին, բայց մենք տեսնում ենք մի իշխանություն, որի մոտ պատերազմի այդ երանգների փոփոխմանը զուգահեռ փոխվում է միայն իրենց ուտելիքները, այսինքն պերաշկին փոխվեց կուկուրուզի, կուկուրուզը փոխվեց սուջուխի, սուջուխը փոխվեց անկտրել խնձորի։ Մյուսը ինչ է լինել հենց այո, մյուսը հիմա իդեպ չնայած մեր քննարկման թեմայի հետ կապ չունի, բայց այդ Նիկոլ Փաշինյանի այդ ուտելու process-ը հանրայնացնելը ամբողջովին տեղավորվում է այստեղ հաց, այստեղ կաց, այդ արժեզուրկ գաղափարախոսության տրամաբանության շրջանակներում, բայց հա, շեղվեցինք Արի չշեղվենք, Կարեն, դու թվարկեցիր ինչ պետք է անի նորմալ իշխանությունը, եթե Նաև անվտանգային մեխանիզմներ ստեղծի, որը նույնպես գոյություն չունի այս բայց նաև մոռանում ենք մի բան, որ Իրանում կա մեծ հայկական համայնք, եւ դա արևելքի մեր
ամենամեծ երկիրն է, որտեղ կան ամենամեծ հայ համայնքը հենց Իրանում է։ Այսինքն մենք որևէ տեղեկություն չունենք, ինչ վիճակում է համայնքը Իրանում, գիտենք, որ ես կարդացի այսօր, որ նաև արդեն հասել են այն տարածքները, որտեղ հայեր են ապրում, այն շրջաններ, որտեղ հայեր են, թաղամասեր, որտեղ հայեր են ապրում, եւ մենք որևէ տեղեկություն չունենք, ընդ որում Հայաստանի իշխանությունները բոլոր իրավունքները ունեին հայտարարելու, որ մենք հետևում ենք պատերազմին, որ մեզ համար կարևոր է ինչ վիճակում է նաև հայ համայնքը, որ մենք պատրաստ ենք հնարավորինս օգնություն իրենց տրամադրել եւ այլ եւ այլ։ Մենք նման հայտարարություններ ունենք, թե ինչ վիճակի են քաղաքացիները։ Մենք որևէ տեղեկություն այս մասին չունենք եւ սա մի քիչ զարմանալի է, մի քիչ Փաշինյանը ճիշտ է անում, որ որևէ ձևով հաց է ուտում, խնձոր է ուտում, չգիտեմ ինչ է ուտում եւ չի խառնվում այս ամեն ինչը։ Ավելի վատ կլինի, որովհետեւ եթե մենք հասկանում ենք ում հետ գործ ունենք, ավելի լավ է չխառնվի, ավելի լավ է մեր հարևան պետությունները, այդ թվում Ադրբեջանը, որևէ ձևով չներգրավի այս պատերազմի մեջ, որևէ ձևով իր հարաբերությունները Իրանի հետ չփչացնի, որ մենք ստիպված չլինենք ակտիվ քննարկել այդ այսպես կոչված հումանիտար միջանցքը Նախիջևանից Ադրբեջան, այսինքն պետք է աղոթել, որ այս պատերազմը չներթափանցի մեր տարածաշրջան, որ այո, թող Նիկոլ Փաշինյանը զբաղվի ընտրություններով։ Չէ կարող, որովհետև նայ, Ազա, այն կարգին հաղորդման միած քեչ կա, չէ՞ որ ասում Չաղոջյան, քո կարծիքը ոչ ոք չի հարցնում։ Հիմա ցավալիորեն Նիկոլ Փաշինյանի կարծիքը ոչ ոք չի հարցնում։ Հաշվի չեն առնում, նույնիսկ հետաքրքիր էլ չի Նիկոլ Փաշինյանը ինչ է մտածում խոսքը միջազգային խաղացողների մասին։ Կարդում ես մի քիչ նույնիսկ ցավ ես ապրում, որ ասեն Նիկոլ Փաշինյանը ազդեցություն ունի այն երևույթների նկատմամբ, որը տեղի են ունենում հենց Հայաստանի ներսում, օրինակ թրիփը կգործարկվի, թե չի գործարկվի, ակնհայտ է, չէ՞ որ թրիփի ճակատագիրը արդեն հարցականի տակ է, անորոշ է, հարցականի տակ է, մենք չգիտենք ինչով է ավարտվելու այս պատերազմը, մենք չգիտենք Իրանն ինչպիսին է լինելու այս պատերազմից հետո եւ կարող եք միայն ինչ որ կանխատեսումներ անել պատերազմի հանգուցալուծումից հետո ինչպիսի հետաքրքրություն իրենից կներկայացնի թրիփը նույն ԱՄՆ-ի համար արդյոք ԱՄՆ-ն այդ էլ չեք խոսում հենց Դոնալդ Թրամփի այդ թրիփի վկայի հեղինակների բայց մի վտանգ կա իրականում այստեղ Ազա ջան, որի մասին կուզեմ խոսենք եթե թրիփը ոչ թե անորոշ, այլ առհասարակ վտանգվի թրիփի հետագա ճակատագիրը այն աստիճան, որ գուցե եւ չգործարկվի ընդհանրապես, ապա չի բացառվում, որ Ալիևը եւ Էրդողանը այդ ճանապարհը փորձեն բացել արդեն ռազմական ուժով կամ պարտադրանքով, այսինքն հնարավոր է թրիփի ընդամենը անվանումը փոխվի, սակայն որպես միջանցք Ալիևին ու Էրդողան, ավելի շուտ Ադրբեջանին ու Թուրքիային իրար կապող այն մնա օրակարգում եւ ստանա այլ դրսեւորումներ։ Այստեղ կա այդ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ չի բացառվում Ալիևը օգտվելով հանգամանքից շատ արագ այդ ճանապարհը, այդ կապը Թուրքիայի հետ բացի։ Այս պահին կարող եմ ասել, որ այս իրանական պատերազմում եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններն իրենց բավականին գրագետ են պահում։ Դերևս գրագետ են պահում, որովհետև արկածախնդրության չեն գնում, թեև մենք տեսնում ենք, որ այս կողմն էլ, այն կողմն էլ ակտիվ փորձում են, որ Ադրբեջանը լինի իրենց կողմից եւ Իրանի իշխանությունների համար է կարեւոր, որ Ադրբեջանը չմիանա այդ իսրայելա-ամերիկյան կոալիցիային եւ որևէ ձևով իրենց չօգնի, եթե նույնիսկ կան ինչ-որ հարցեր, տեսնում ենք, որ այդ հարցերը շատ արագ կարգավորվում են, մի օրում հայտարարվում է, որ բերել ենք մեր զորքերը պատրաստակամության, սահման են փակել եւ այլ, հաջորդ օրը արդեն տեսնում ենք, որ խոսել են նախագահները, որ ինչ որ հարցեր արդեն կարգավորել են, հումանիտար օգնություն է ուղարկել Ադրբեջանը Իրանին։ Ես ուզում եմ հասկանալ, մենք ինչու չենք որևէ ձևով հումանիտար օգնություն տրամադրում, եթե ոչ Իրանի ժողովրդին, այլ գոնե Իրանում ապրող հայերին։ Ազա նման բաները հիշվում են, ֆիքսվում են, արձանագրվում են։ Սպիտակ արև է։ Այո։ Որ ասում են Զադիրջավո Աբիդնը։ Այ քո բերած օրինակների
օրինակներից եւ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հերթական անգամ վիրավորվեցի։ Նայ, մեր հարևան պետությունները ակտիվ գործընթացների մեջ են։ Քննարկումներ, հեռախոսազրույցներ, բանակցություններ, հանդիպումներ, այսինքն ամբողջովին նրանք գործընթացի մեջ են, խոսքս նրա մասին չէ, որ ներգրավված են պատերազմում, բայց նրանք գործընթացի մեջ են։ Գոնե հասկանում ես, որ այնտեղ հետևում են ուշադրել կա մտահոգություն, կա ինչ-որ պլաններ, կա ինչ-որ, չգիտեմ, ստրատեգիա, ռազմավարություն, բայց կա, շարժ կա Հայաստանում տպավորություն որ Հայաստանը աֆրիկյան ինչ-որ մի պետություն է եւ Իրանի պատերազմը որևէ ձև չի առնչվում նիստեր է կանչում եւ այլ, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է դե մենք խաղաղության մեջ ենք, մեզ ոչինչ չի սպառնում։ Այսօր էլի դե Ստրասբուրգում նա հայտարարել է, լրագրողը Ստրասբուրգում այդ մամուլի ասուլիսին ժամեր առաջ միջև մեր այս պահի ձայնագրությունից ժամեր առաջ նրան հարցրել են իսկ ինչ կասեք անվտանգությունից մի իրավիճակում երբ ձեր շուրջը մեծ պատերազմ է, ասեց դե մեր անվտանգության համար մեկ երաշխիքը խաղաղությունն է, որ հաստատվել է։ Դուբայը ավելի խաղաղ էր, Դուբայը զվարճանքների կենտրոնն էր, Դուբայը վայելքների կենտրոնն էր, բարեկեցության ինչ-որ սիմվոլ էր, բայց մենք տեսնում ենք ինչ է կատարվում այսօր Դուբայում հիմա ընդ որում Նիկոլ Փաշինյանի խաղաղության հիմքում, այս որ թմբկահարում է այդքան, եւ մարդկանց մոլորության մեջ է գցում, ասում է արդեն հաստատված խաղաղությունն է, բայց չի շեշտում, որ այս խաղաղությունը հաստատված ընդամենը օգոստոսի 8-ին նախաստորագրվել է արտգործ նախարարների մակարդակով Վաշինգտոնում, բայց այդ մի կողմ թողնենք։ Ամբողջ հիմնավորումը այն է, որ արդեն մի տարուց ավել է սահմաններում որևէ կրակոց չի հնչում, բայց բավական է, որպեսզի մի հարբած ադրբեջանցի նույնիսկ մեկ փամփուշտ անկանոն կրակի Հայաստանի սահմաններից ներս, ապա Նիկոլ Փաշինյանի այս ամբողջ թեզը կփլուզվի, դա էլ է կասկածառություն, թե ինչու որևէ ադրբեջանցի չի հարբում եւ չի կրակում Հայաստանի սահմաններից ներս, բայց ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի այդ հիմնավորումները ոչ միայն քաղաքականապես սնանկ են, այլ նաեւ տգիտությունը նման բանը հարամցնել է։ Հստակ այսպեսի մի զգացում, որ առաջիկա այս մի 2.5 ամիս է, չէ, 3 ամիս է մնացել։ 3 ամսից քիչ է մնացել մինչև ընտրություններ, մենք շատ հետաքրքիր բաներ կտեսնենք, հետաքրքիր զարգացումների ականատես կլինենք եւ մեր բոլոր այն գնահատականները, վերլուծությունները, թե ինչ կարող է լինել, ամբողջությամբ կփոխվեն։ Ես ավելին ասեմ, ինձ մոտ կա ես պատկերացնում եմ, արդեն տեսնում եմ այդ պատկերը, որ իրանական այս մեծ պատերազմը նաեւ որոշ առումով հետ է բերելու Ռուսաստանի տարածաշրջան, Ռուսաստանի դիրքերը մեր տարածաշրջանում, որ բավականին թույլ էին միջև այս իրանական մեծ պատերազմը, ուկրաինական պատերազմի պատճառով, դա էլ կարող է փոխվել։ Մենք դրան էլ ականատես կլինենք։ Քաղաքական պատկերը։ Լավ, արի մեր ընտրություններից խոսենք։ Բայց քանի որ խոսք գնաց այլ ընտրությունների հետ կապված, Ազա Հայաստանում աննորմալ երևույթներ են տեղի ունենում։ Այո։ Քանի որ Հայաստանի բայց մենք դրան էլ ենք սովորելու, քանի որ քաղաքականությունը Հայաստանի ինքը աննորմալ շրջապտույտի մեջ են, բնականաբար երևույթներն էլ են աննորմալ։ Օրինակ, կարող են գինեկոլոգին հրավիրել հանրային հեռուստաընկերություն եւ գինեկոլոգը խոսա Իրանում ծավալվող պատերազմի վերաբերյալ։ Իսկապես 3 թե 3 չի առաջի օրը գինեկոլոգը հանրային այդ ինչ իրանագետ կարող է երկու կրթություն ունի, երկրորդ կրթությամբ բանը Իրանի պատերազմը կարող է կառույց, որը թվում է թե ամբողջովին պետք է իր գործունեությունը համենայն դեպս զերծ լիներ ներընտրական process-ներից, որևէ կապ պետքա չունենար, սակայն այդ ծառայությունը թողնելով իր հիմնական ֆունկցիան, խոսքը իհարկե հասկանալի արդեն արտաքին հետախուզության ծառայության մասին է, փոխանակ հանդես գար զեկույցներով, թե մենք ինչ վտանգների առջև ենք կանգնած, ինչ սպառնալիքների առջև ենք կանգնած, ինչ մարտահրավերներ կան, երբ կամ արդյոք Իրանում ընթացող պատերազմը թափանցի Հայաստան թե ոչ, հանդես է գալիս մի զեկույցով, որը ամբողջովին Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանն է ուղղված։ Ինչ ասեց արտաքին հետախուզության ծառայությունը իր զեկույցում, որ ինչ որ մի X երկրում, իհարկե նա այդ երկրի անունը չտվեց, բայց ակնհայտ է Ռուսաստանի մասին է խոսքը, Ռուսաստանի մասին է խոսքը, որ ինչ որ մի երկրում
այդ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես եկող մարդիկ հայերի հետ ինչ որ աշխատում են, հայերին փորձում են, ընդ որում հայ քաղաքացիներին փորձում են ուղղորդել դեպի Հայաստանի ներընտրական process-ներ եւ այլն, դրանից հետո այդ զեկույցը տիրաժավորվեց տարբեր իշխանական քաղաքագետների կողմից, որի փր հայերին մոբիլիզացնում են, չգիտեմ ինչեր են անում, էս են անում, են անում, բայց նաեւ մի այլ աննորմալ երևույթ կա Արտաքին հետախուզությունը ընդհանրապես դաջեց այն ինչ որ ամիսներ առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը տրամաբանությունը պարզապես մարդկային տրամաբանությունը հուշում է որ նախ պետք է լիներ արտաքին հետախուզության զեկույցը որի հիման վրա Նիկոլ Փաշինյանը կաներ հայտարարություն բայց եղավ հակառակը Նիկոլ Փաշինյանը արեց քաղաքական հայտարարություն ամիսներ անց Արտաքին հետախուզությունը հանդես եկավ զեկույցով, որը ամբողջ այդ հիբրիդային հարձակման, այդ հիբրիդային պատերազմի տրամաբանությունն է։ Մենք մոռանում ենք նաև Դանիել Օհաննիսյանի մասին, որ այսօր միգրարում է արել, որը հստակ վկայում է, թե ինչ ճանապարհով է գնալու իշխանությունը եւ ինչպես են Սամվել Կարապետյանի ուժին չգրանցելու։ Ես ուզում եմ մի փոքրիկ մեջբերում անել դրա այսօրվա գրառումից, անկախ դիտորդ դաշինքում տեսնում ենք, որ մայիսի վերջ, հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ արտերկրից, հիմնականում Ռուսաստանից բերվող ընտրողներին դիմավորելու եւ տեղափոխելու համար եւ ասում է, որ նա արդեն դիմել է համապատասխան ծառայություններ, բացի այդ մենք եւս բացի արտաքին հետախուզական ծառայությունից ունենք Ռուսաստանում հայազգի բիզնեսմենների նկատմամբ պարտադրանքի մասին արժանահավատ տվյալներ, որոնց մասով անկախ դիտորդը այս րոպեներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դատախազություն քրեական օրենսգրքի 233 հոդվածով այսինքն իշխանությունները արի փաստենք որ գործում են այդ թվում նաև նրանց սպասարկող կազմակերպությունները գործում են բաց բոլորովին բաց եւ իրենք չեն թաքցնում որ ասում են որ այս ուժը չի լինելու ձեր ընտրած ցուցակում ինձ մի ուրիշ բան է զարմացնում իսկ ինչու մենք չգիտենք ինչ է անելու ընդդիմադիր ամենամեծ ուժը եթե նրանց չգրանցեն ինչու ուժեղ Հայաստանը ինչու Սամվել Կարապետյանի թիմը մինչ օրս չի հայտարարել որ աջակիցներ ջան Եթե իրենք ասում են, որ շատ մեծ աջակիցներ ունենք եւ մենք իսկապես տեսնում ենք, որ ըստ հարցումների նրանք են ամենամեծ ընդդիմադիր ուժը այս պահին, ինչու իրենք որևէ հայտարարություն չեն անում մարդկանց բացատրելու համար, որ իրենք գիտեն ինչ են իրենք անելու, եթե իրենց չգրանցեն։ Անկեղծ չգիտեմ։ Անկեղծ այս հարցի պատասխանը Ես փորձել եմ այս հարցը տալ նաև իմ հարցազրույցներում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին, մեր ձևովի ներկայացուցիչներին Ասում են դե մենք ունենք պլան B, որն է այդ պլան B-ն ոչ ոք չգիտի։ Սա նաև որոշ առումով ինչ որ իսկապես անհասկանալի իրավիճակ է։ Արդյոք իրականում կա այդ պլան B-ն, թե պարզապես ասվում է որ կա, որովհետև քաղաքականության մեջ երբեմն հարցերից խուսանավելու նաև տարբերակ է, որ մենք ունենք նաև այս պլանը, ունենք այն պլանը, սակայն պետք է հստակ լինի, եթե իրոք Նիկոլ Փաշինյանը վաղը կտրուկ չգրանցի։ Դու հասկանում ես, չէ՞, եթե ինքը չգրանցեց, ինչ է տեղի, կարող ենք ասել, որ ընտրություններն ավարտվել են։ Ինչ են իրենք անելու, ապա մենք պետք է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք վաղը գնալու են ընտրությունների, պետք է իմանանք, թե այս կամ այն ուժը ինչպիսի մարտավարություն է որդեգրել, ինչպիսի քայլերով է առաջ գնում, ինչպես է պատկերացնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու այդ գործընթացը, որովհետև ակնհայտ է, ինչպես դու ասեցիր ու շատ ճիշտ նշեցիր, Նիկոլ Փաշինյանը գործում է բաց, նա թաքցնելու ոչինչ չունի, հայտարարեց, որ Հայաստանի դեմ հարձակում է տեղի ունենում։ Գիտես ինչ աստիճանի բաց, ասում դուք ասում եք, որ ես երկիրը վերածել եմ, փաստորեն այդպեսի մի ես Նիկոլ Փաշինյանի փոխարեն այս հայտարարությունը կանեմ ու դրանով կփոր դուք ասում եք, որ ես երկիրը վերածել եմ, կրկեսի, ուտում եմ, ես եմ անում, են եմ անում։ Ինչ ուզում անում եմ, ավելին, գիտես այսօր ինչ է ասել, օրինակ Նիկոլ Փաշինյանը այսօր Ստրասբուրգում է, չէ՞։ Իրանում մեծ պատերազմ է։ Հայաստանում 3 ամիս հետո ընտրություններ են։ Ինչ գրառում արած կլինի Նիկոլ Փաշինյանը իր էջին։ Ու ինչ, չգիտեմ, ենթադրաբար ինչ ուտելիքի հետ կապված։ Ոչ, որ իր Facebook-յան
եւ Instagram-ի էջերը դիտել է վերջին ինչ է ասել, արի մտնենք 120 միլիոն մարդ։ Այսինքն այդ մարդու համար մինչ ես մտածում եմ, յանը հանգիստ կարող է, ես Նիկոլ Փաշինյանի տեղը լինեի, հանգիստ կթողնեի, կհեռանայի մի որևէ, չգիտեմ, ծովափնյա երկիր, այնտեղից բլոկ կանեի եւ շատ փող կաշխատեի։ Ազա մենք Եթե դա է կարևորը։ Մենք իրականում երկակի ողբերգության մեջ ենք։ Իսկ գիտես ինչ է գրել իր մամուլի քարտուղար, ես էլ ասեմ, ու դու շարունակի։ Գիտես ինչ է գրել 3 օրինակ։ Նիկոլ Փաշինյանը միջուկային էներգետիկային նվիրված գագաթնաժողովում մասնակցում է այդ գագաթնաժողովին եւ ինչ որ մի լուսանկար է իր բանում հրապարակել այդ մամուլի քարտուղարը եւ գրել իրական Հայաստանի հզոր վարչապետը։ Նայ ազա, իրոք Այսինքն արդեն պաշտոնական մակարդակով են իրենք նրանք պաշտոնական մակարդակ են բերել խնձորը։ Մենք կրկես ենք եւ մեզ դիտող մեր աջակիցները աջակիցներն այդ կրկեսը դուր է գալիս։ Բան ասեմ, երեք որ Նիկոլ Փաշինյանը այդ խնձորը կծոլով ուտում էր ու ասում էր ես մեղավոր չեմ որ գագաթնաժողովի ժամանակ խնձորը չեն կտրել։ Ցավալի է որ մարդը արդեն 8 չէ 8 տարի է պետության ղեկավարն է եւ չգիտի որ գագաթնաժողովների ժամանակ դրվող խնձորը չեն ուտում այո այդ խնձորը դեկորացիա կանաչ խնձորները դա դեկորացիա են մտնում ես ցանկացած հոթել եւ դրված առավել եւս գագաթնաժողովների պաշտոնական հանդիպումների ժամանակ այդ մրգեղենը որ դրվում են դրանք սեղանի ընդամենը դեկորացիան են այլ ոչ թե որ վերցես քննարը կծելով սկսես Բայց Նիկոլ դրենք, նայ, ողբերգությունը երկակի ինչումն է կայանում։ Նախ որ Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է, երկրորդը որ մենք չենք կարողանում ազատվել նրանից, փաստը որ մենք առ այս պահը դեռևս չենք կարողանում նրանից ազատվել, ընդ որում նա ինքն էլ է դա շատ լավ գիտակցում ու նրա ցինիզմը հասել է նրա, որ արդեն մի քանի անգամ բառացի հայտարարում է, ինչ անում եմ, լավ եմ անում։ Եվ ընդհանրապես 65% եմ հավաքել։ Հեղափոխություն արեք, կարակ ինձ հեռացրեք։ Իհարկե այլ բան է որ նա օգտագործում է ամբողջ ռեպրեսիվ մեթոդները, իդեպ արտաքին հետախուզության զեկույցը նույնպես հող էր նախապատրաստում ապագա նոր ռեպրեսիաների համար օգտագործում է որ վարչական, ֆինանսական, ոստիկանական, դատական մի խոսքով գյուղապետերին ինչ ունի մանր միջին ԿՊԱ-ականներին այլ բան է, սակայն իրականում հանրային լայն կոնսոլիդացիան կարողանար կանխել այդ ամենը եւ հանրային լայն կոնսոլիդացիայի արդյունքում հավատում ես որ անդիմությունը ի վիճակի է լայն կոնսոլիդացիա Նիկոլ Փաշինյանը չեմ ասում անդիմությունը պետք է հասնի փողոցի հանրային հավատում ես որ անդիմությունը ի վիճակի է դեպքում կկարողանա եթե անդիմությունը չբավարարվի միայն ճեպազելույցներով հարցազրույցներով ասուլիսներով հայտարարություններով եւ վիդեոկլիպներով այլ անդադար լինի փողոցում շրջի գյուղ քաղաք տուն արտուն բախի յուրաքանչյուրի դուրը այսինքն անդադար ընդդիմությունը աշխատի գուցե հասնի որպես կրթությամբ պատմաբան ունեմ սիրած թեմա պատմության սիրած թեմաներից մեկը ռուսական հեղափոխությունն է 17 թվականի 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունը Եվ շատ եմ կարդալ մեմուարներ, մարդկանց հիշողություններ, տարբեր վավերագրական ֆիլմեր նայել եւ այնտեղ կար շատ լավ տպավորվել էր մոտս, որ ռուսական հին իշխանություններից մեկի ներկայացուցիչն ասում է սկզբում մենք զարմացանք, որ այս ծիծաղելի մարդիկ բոլշևիկները առանց որևէ կրթության, անկիրթ կրկես հիշեցնող ինչ որ իրենց գործողություններով կարող են մնալ իշխանության։ Մենք զարմացանք, որ նրանք վերցել են իշխանությունը, հետո չէինք հավատում, որ նրանք կարող են մնալ իշխանության։ Երբ որ մենք հասկացանք, որ նրանք մնացել են իշխանության, արդեն ուշ էր, որտեղ նրանք նաև խելոքացել էին։ Երևի հենց Օրուելը դա էլ նկատի ուներ, երբ որ գրում էր իր անասնաֆերման, սակայն ես Օրուելին ճիշտ նացած չեմ համարում ամենահանճարեղ գրողներից մեկը մարդկության պատմության մեջ, սակայն Օրուելը հանճարեղ էր նաև նրանով, որ գրելով անասնաֆերման բոլշևիկյան հեղափոխության մասին, սակայն շատ ավելի լավ դիպուկ կարվեց այն բոլոր գործընթացների վրա, ինչ որ այսօր տեղի ունենում Հայաստանում։
Ունի մենք ունիկալ չենք կարեն, ասեմ, պետք չի մտածել, որ մենք եկան հիմար ազգ ենք, որ 8 տարի Փաշինյանին հանդուրժում ենք եւ այլ, շատ ազգեր խելացի ազգեր, լուրջ հետք թողած ազգեր պատմության մեջ, մշակույթի մեջ անցել են նման ճանապարհներով, ռուսները, գերմանացիները եւ այլ, ֆրանսիացիները, ֆրանսիական հեղափոխությունը հիշի, բայց ինձ թվում է այդ ամենայնի, որ հայ ազգը մեզ բոլորիս կզարմացնի այս ընտրությունների ժամանակ։ Աստված տա, Աստված առաջ Ազաջան, որովհետև հակառակ դեպքում մենք կարող է զարմանանք, սակայն մեդալի հակառակ երեսով։ Իհարկե, ուզում մենք չենք հասցնի զարմանալ, որտեղ մենք ականատես կլինենք կործանման, եթե հակառակը լինի։ Օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում եմ խնդրեմ մեր հանրությանը, որ հնարավորին չափ նույնիսկ անհնարինության չափ ակտիվ մասնակցեն այս ընտրություններին, որովհետև Նիկոլ Փաշինյանի վերարտադրման հիմնական գրավականներից մեկն էլ այն է, որպեսզի մարդիկ զզված, իհարկե զզված նաև իրենից, առաջին հերթին իրենից, զզված չգնան ընտրություններին։ Արի մեր ցանկացած հաղորդում այս շարքի ավարտենք հենց նման հայտարարությամբ, իսկ ես նաև հավելեմ, որ 3 գրառում է արել Facebook-ում եւ ասել է, եթե ինպես չեք հավանում, որ ձեր իդեալական երազած քաղաքական գործիչը չէ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Սամվել Կարապետյանը, պարզապես թղթերի վրա գրեք նրանց անունները եւ պատահականության սկզբունքով մեկը վերցրեք եւ գնացեք ընտրություններին, ընտրեք այդ ուժին, որովհետեւ կարեւոր չէ, որ դուք նրանց սիրում եք, չեք սիրում, համակրում եք, չեք համակրում, համարեք, որ դուք գնում եք ընտրություններին այդ պատահական անվան դիմաց ստորագրելու միայն նրա համար, որ Հայաստանը մնա։ Սերը քաղաքական կատեգորիա չի։ Այո, որովհետև դուք գնալու եք պետության համար քվեարկության։ Հանուն պետության։ Ուրիշ ոչ մի բան չկա, հասկանալի է, որ այդ մարդիկ իդեալական չեն, մենք չկարողացանք 5 տարվա ընթացքում նոր ուժ ձևավորել, այնպիսի մի ուժ, որ բոլորին դուր գա, նենց մի ուժ, որ ասենք, այո, այս ուժը կգա, մեզ կփրկի, չկա նման բան։ Մենք ինքներս մեզ պետք է փրկենք թեկուզ եւ ընտրելով այն մարդկանց, այն կուսակցությունները, որոնք մեզ համար իդեալական չեն։ Ազա, հավելեմ ասացի, որ իշխանափոխությունը արդենից փրկություն է, որովհետև ես չեմ պատկերացնում, թե էլ ավելի վատ ով պետք է լինի Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանը այն աստիճանի անդունդի հատակն է գլորվում, Հայաստանը տանում այն աստիճան, որ պարզապես երևակայելը, որ իշխանափոխության արդյունքում կարող է ավելի վատ լինել, նման բան պարզապես չի կարող, որովհետև կա սահման, որից այն կողմ ոչինչ չկա։ Եթե պետք է վերջնականապես կործանվենք որպես ազգ եւ որպես պետություն, գոնե դա Փաշինյանի պատճառով չլինի։ Մենք կհանդիպենք եկող շաբաթ արդեն եւ նորից այս բոլոր քննարկումները կշարունակենք, թեմաները մնալու են նույնը, ընտրություններ եւ տարածաշրջան։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ